Այն օրը գսե դեր Եհովան, արևը գեսորվան ադենը մարը պիտի մտցնեմ, ու ծորեգվան լույսի ժամանակ երգիրը պիտի խավարեցնեմ։ Հաղորդության սեղանի շուջ նստած այս երեգո ցեզմե մեկը ինձ պիտի մատնեսավ դեր Հիսուս։ Պատկերացնում եք սիրելիներ, հաղորդության սեղանի շուջ նստած է իր սիրելի աշակերտներով, նախքան հաղորդության սեղանը փաշխելը, Հիսուս կսե այս երեգո ցեզմե մեկը ինձի պիտի մատնե։ Աշակերտները դակնու վրա եղան։ Աստծո խոսքը գսե, որ անունը չի դար, բայց գիտենք, որ Հովհաննեսի մասին եք, ան որ իր կովը նստած էր, իր գլուխը Հիսուսի գրծքին վրա թրած գարցնե, դեր, ով է ան, որ քեզ պիտի մատնե։ Պատկերացնում եք Հիսուս իմ այս երեգո այստեղ լինի եւ մեզի դառնա, ասե այսօր ցեզ մեկ ինձի պիտի մատնե։ Եվ ներկա է այդ անձը։ Հիսուս աշակերտներուն ոտքերը գլվա եւ գահասնի Հուդային, Հուդայի ոտքերն ալ գլվա։ Հուդայի ոտքերն ալ գլվա։ Քիչ ետք հացն ու քինին պիտի փաշխե։ Եվ Հիսուս գիտնալով, որ Հուդան զինք պիտի մատնե, ոտքերը լված, եւ հիմա հաղորդության սեղանին մասնագից կդարձնի, եւ այս հարցը գուտա, այս բոլորը նպատակի համար է, թե ինչու համար Հիսուս քայլ առ քայլ է գնում, պատգամ ունի հաղորդելու Հուդային, այս բոլորին էլ։ Եվ երբ որ հիմա Հովհաննեսը հարց կուտա ասելով, դեր, ով է ան, որ ինձի պիտի մատնե, Հիսուս չսեր Հուդան է։ Հիսուս կսե, ան որուն նշանով մը հացը պիտի դամ, անիգա պիտի լայնց մատնողը։ Ան է, որուն հացը քինի փաժագի մեջ գտաթխեմ, թաթխել է ետ գուդամ, նա է ով ինձ պիտի մատնե։ Հիմա Հիսուս ինչու համար այս նշանով ուզեց ցույց տալ ով է զինք մատնողը նախ, այսպես ասելով առանց անունը դալով, որ Հուդան է, այս նշանով առաջին Հիսուս չուզեց հրաբարագավ բախարագել իր առաքյալին, Հուդային։ Երկրորդ անորոման էր, որ Հուդային վերջին արիթմի ևս տա ապաշխարելու եւ իր այդ առնելի քայլից հրաժարվելու։ Հիսուս ձգձգում է, որ արիթ տա այս մարդուն, որ անդրադառնա, ինչ ողբերգալի քայլի է դիմում։ Եվ գփաշխե հացը։ Աստծո խոսքը գսե, հենց Հուդան հացը ստացավ, հիմա հոն բարշ չէ, իր ցերքի մեջ էր հացը, թե գերավ, բերնի մեջ էր, գծեց հացը, բարշ չէ, գսե, հենց հացը արավ, ցերքի մեջ, իր դրամատրության ներքո հացը, գամ ցերքին, գամ բերին ըստամոքս չի չած,
արդեն իր սրտի մեջ ուրացավ Հիսուսին։ Վաճառեց եւ գսե Հիսուս բադասխան տվավ ու ասավ անիգա է որուն այս բադարը թրջելով գուդամ եւ թրջելով բադարը Իսկարիովտացի Հուդային տվավ բադարին յետ Սատանան անոր սիրտը մտավ նայեցեք Սատանան մեր սիրտը չի մտներ եթե մենք սիրտերից չփանանք նրան Զորով Սատանան չմտավ սրտի մեջ Հուդայի Սա կնշանակի որ Սատանան իր սիրտը արդեն ինքը պատրաստ էր թավաճանելու իր Տիրոջը եւ սիրտը լայն բացել էր Վասն ինչու Վասն 30 գդոր արձատի 30 գդոր արձատը գիտեք ինչի քիններ ասկերաճ ասել եմ ես 5 դագարանում ղեբդաց ոսկրքում գա երբ ես դու 30 գդոր արձատ վճարում 30 գդոր արձատ վճարում էր մեկը երբ որ իր թրացին էշը բարտկով արած էր կորձիմը համար Պերմը պերցնելու և դանելու ժամանակ էշը փոսի մեջ ընգներ և էշու ոտքը ջարդվեր, գոդրվեր և սատկեր և էշուդերը թադարան գդանի գսե իմ էշից բարտկով դվի սատկած պերև թադարանը գվորոշեր կինը էշուն 30 գդոր արձատ Հուդա սատկած էշիմը Քնով գծախես դերդ Եվ նայեցեք Սատանան անոր ներսիթին մտավ եւ Հիսուսը ասավ անոր ինչ որ պիտի անես շուտով արե 30-րդ համար Հուդա բադարը արածին պես շուտ մը դուրս ելավ ու քիշեր էր ու խավար էր It was night հոգևոր թանցր խավար դիրեց Աշմոստե գսե թե երեգոյան ժամը բայց նաև ըստ եղելությունների հերթականության խավար էր մութ էր քիշեր էր հոգևոր դիվային աշխարհը գործի սկսվեց Հարց Ինչպես կարելի է հաղորդության սեղանին մասնակցիմ իմ մտքիս ունենալով հաղորդության սեղանի հեղինակին թավաճանել վաճառել Թավաճանին նրան, որու հացը գերա 3-3.5 տարիներ վաճառել էժանակին կնով նրան, ով ինձ դիեզերքի վեհակույն գոչումը տվավ առաքյալ լինելու վաճառել նրան, ով սիրեց ինձ գսե սիրելով իր աշակերտները մինչև վեց սիրեց Թավաճանել նրան, վաճառել նրան, որու օրհնությունները վայելեցի Անհավատալի է, բայց Հիսուս գսե հենց այդ կոնտեքստում գսե Ան ով իմ ցերքես հաց կերավ իմ թեմս գրունկ բարձրացուց Հիմա այստեղ չեմ Հուդային քննադատել Այստեղ եմ եւ գավդան որ այստեղ ենք այս երեգո մեր անձերը անձս ես Հովանես Ալաջանց ես անձս քննութեն է անցկացնելու անոմար գարտացինք ան որ այս սեղանին կմոտենա
Գիտակցաբար թող մոտենամ, ոչ թե անարժանաբար, այլ այս սեղանի արժանիքը, շնորհքը, արժեքը քննադելով մոտենամ, հասկանալով մոտենամ։ Սա լուրջ սեղան է։ Իմ հավատքս քննության, զննության ենթարկեմ եւ նաեւ մեկս մյուսի հանդեպ մեր հարաբերությունները։ Երկրորդ Կորինթացիս 13:5-ի մեջ առաքյալը գսե ձեր անձերը քննեցեք, թե արդյոք հավատքի մեջ եք, թե ոչ, որովհետև եթե հավատքի մեջ չեմ ես, Հուդայի շավղին կհետևիմ, ուշ կամ գանուխ Հուդայի քայլած շավղով պիտի գնամ։ Հուդան միակը չէր, որ այս քայլին, ստոր քայլին թիմեց, Հուդան մեր հայելին է, մեր իսկական ցույցը տալու համար։ Մենք կարող ենք Հուդան օգտագործել որպես հայելի իմ անձս քննելու։ Գիշեր էր, երբ Հուդան իր դիրոջը մատնեց։ Գիշեր ժամանակ էր, ոչ միայն ֆիզիկական օրվա գիշերը, այլ նաև հոգևոր խավար գիշեր, թունդ գիշեր էր։ Եվ գիտեք, երբ որ մենք կսերնենք ավակ հինգշաբթի, ավակ ուրբաթ այս օրերի եղելությունները եւ ընդհանուր այս շաբթվա եղելությունները գերեմ, բոլոր դեպքերը գրեթե գիշերվա ժամուն եղավ, երբ որ խավար էր։ Հուդան երբ մատնեց գսե գիշեր էր։ Զինվորները երբ որ Գեթսեմանի բարձ եկան Հիսուսը ցերպակալելու գսե գիշեր էր, խավար էր։ Հիսուս երբ որ Գեթսեմանի բարձում պիտի աղոթեր իր աշակերտների հետ գնաց, գիշեր էր, մութ էր, խավար էր։ Պետրոսը իր դիրոջը ուրանալիս գիշեր էր, խավար էր։ Հիսուսը երբ որ անկուտ ոստիկանները հարվածում էին գիշերվա ժամանակներ, Բիղադոսի գինը, երբ որ երազմը տեսավ, որ Աստված պատգամ մահաղորդեցնելով, որ պատմությունը գիտեք, գիշեր էր։ Եվ երբ հիմա Հիսուս խաչի վրա կքամվի, գիշեր կլա, գիշեր չէր։ Այսօր մեջ ժամը 12-ն էր, կանտրատանանք, բայց խավար եղավ, գիշեր եղավ։ Մատթեոս 27:45-ի մեջ գարտանք եւ գսե գեսորվա ժամեն միջև ժամը 3-ը մեր ժամով գսե ամբողջ երկրի վրա գսե խավար դիրեց եւ երրորդ ժամում գսե Հիսուսը 9-րդ ժամը մեր ժամը 3-ն էր Հիսուս գսավ Էլի Էլի լամա սաբախտանի Հայրն Աստված իր դեմքը իր որդուց թեքել էր։ Արևը խավար ամբերի ետևին ծածկվեց, արևը չէր կարողանում նայել արդեն արդուն ծագող արևին, բայձար արևին։ Ամոթից քեդինը մտավ արևը եւ իր երեսը ծածկեց, տեսնելով իր արարչին։ Խավար դիրեց ամեն օրեք։ Նայելով Հիսուս Քրիստոսին խաչին կամված, ես ինձ հարց եմ տալիս, հնարավոր է այս աստիճանի անարդարություն լինել աշխարհում։ Հասկացանք անարդարություն կա, բայց այս աստիճանի, այսքան ստոր անարդարություն հնարավոր է։ Ոնց կարելի է Աստված մարդու որդուն այս աստիճանի խոր ցավ եւ դարաբանք պատճառել։
Միակ մարդը, ով իր բոլոր կյանքի ընթացքում գադարյալ էր, ով իր կյանքը պատրաստ էր բոլորի համար զոհաբերել, ով գամովի իր ծնունդից մինչև մահ գոչում ուներ վերից ի վերուստ, այս աստիճանի սաստիկ, անքուտ, գազանավայել չարչարանքի ենթարկվեր։ Ինչպես կարելի է Մեսիային սպանել։ Պատասխանը շատ բարձ կլինի այս բոլոր հարցերի, երբ որ Աստծուց հերու ապստամբ մարդկային բնությանը կծանոթանանք։ Այս է աշխարհի, այս ներկա աշխարհ համագարքի արդարության տեսակետը, perspective, գշիրը։ This is how our world perceives righteousness. Արդար Աստուծո որդին, երբ որ անարդար մարդկանց ցերկը գատնվի, Թադաստանին կհանձնվի, ասկի ավելի լավ չի կարող լինել։ Աշխարհը խավարի է վերածվում։ Երբ որ գարտանք Սամոս 2 առաջին 2 գլուխները, բարասական ոչ հատվածը, գսե աշխարհի իշխանները, թագավորները միապանեցան, որբեսի Աստուծո թեմ բայկարին, անոր որդուն հերացնեն, անոր գաբերը գդրեն կսե մեր վրայից։ Եվ գսե Աստված վերևից նայելով գսե գծիծաղար անոնց վրա։ Եվ վերջավորության Սամոսի գսե որդուն, Աստծո որդուն համբուրեցեք, որբեսի չփարգանա։ Բողոս Սարակյալ իր բենդեգոստյան առաջին պատգամի մեջ կհիշադակի այս բոլոր եղելությունները երկրորդ գլխի 22-ից 24 համարներում մեջ Պետրոս Սարակյալը, երբ որ իր առաջին պատգամը գուտա, հոն գսե ով Իսրայելի մարդիկ եւ ամբողջ պատմականը գբերը եւ միջև Մեսիան գուկապ եւ գսե դուք այս բոլորը կատարեցիք անարդարությամբ, գսե դուք խաչեցիք, սպանեցիք անօրեն մարդանց ցերկով։ Մարդկային պատմության ամենախավար ուրփաթներ, այն ուրփաթը, ողջ աշխարհի ուշադրությունը երկրի վրա, քաղաքի վրա եւ մարդու վրա էր կենտրոնացված։ Ոչ միայն աշխարհը, ոչ դիեզերքը, երկինքն ու երկինքները, ամբողջ իրենց ուշադրությունը մեկտեղ էր։ Ուրփաթը, որը աշխարհի պատմության ողջ ընթացն ու գարքավիճակը մեկ անգամ եւ ընդմիջ փոխելու էր։ Ուրփաթ, երբ Աստուծո փրկագործության ծրագիրը վերջապես իր ավարտին էր հասնելու։ Ուրփաթ, խավար ուրփաթը, երբ Աստուծո եւ մարդկությանը ողերին թշնամին հավիդենապես մատնության էր բարդվելու։ Այն ուրփաթը, երբ խավարն ու մահվան խայթոցը այլևս խայդարակ բարդության պիտի մատնվեին, աշխարհի փրկիչը ծաղրվելու էր, անարգվելու էր, ձեցվելու էր եւ գազանավայել մարդկանց ցերկերում էր հանձնվելու։ Աշխարհի լույսը պիտի փորձեին հանգեցնել, մարել։ Կյանքը փորձելու էին մերցնել։ Հովիվը զարնվելու էր, հոդը ցրվելու էր։ Գենաց հացը ոտի դակ էր առնվելու, գենաց ջուրը քեդինն էր թափվելու, Աստուծո երեսին թքելու էին հրաբարագավ։
Նրա մորուքները պիտի փետրդեին։ Գրնագը արյան ագոսներու պիտի վերածեին։ Գլխին փշեղեն բսագով էին բսագելու։ Գողը քեղարթով խոցելու էին։ Ձերքերն ու ոտքերը ցուլացո երգատե կամերով էին ծագելու։ Բայց ասեմ ձեզ, Քրիստոսի խաչելության այս հիշադակումը, այս եղելությունը, այս բոլորը ոչ թե սուքի, այլ հաղթանակի օրեր։ Մեզի այսօր քրիստոնյաներիս համար, անոնք որոնք Քրիստոսի գետևին, այս դոնագադարությունը ոչ թե սուքի եւ դրդմության օր է, այլ հաղթության, փառավորման, միավորման, հաշտության, ընդունելության, փերգրանքի, ուրախության, ազատագրման, լույսի, հույսի, սիրո, գենթանության, փրկության եւ քավության դոնագադարությունն է։ Անամար Բողոսարակյալ գքերը առաջին Գորընթացի 5:7-ի մեջ կսե վասնզի Քրիստոս մեր զադիգը մեզի համար զոհվեցավ ուստի սքանք նո ուստի դրտմինք նո ուստի հիասնո ուստի դոն գադարենք ոչ թե հին խմորով ոչ թե չարության ու անզգամության խմորով ոչ թե հուդայական մոդեցումով, այլ անգեղծության և ճշմարտության խմորով։ Ախ Երանի սուպերմարկետներում վաճառային ճշմարտության և գսե անգեղծության խմոր։ Ալյուր։ Ու դեինք ճշմարտությունն ու անգեղծությունը հորթեր մեզ մե։ Բայց կա մի տեղ որտեղ սրի է դրվում։ Այս գենացածը այս խմորով է պատրաստված։ Ջաշագելով այս հացը, գենաց հացն է սա։ Շատերի համար, երբ Հիսուսը խաչին վրա կամեցին, քեղարդը գողը խոցեցին և իր հոգին ավանթեց և թեթելեստե գադարվեց, հաղթանակը գնքվեց, արդարությունը հաստատվեց։ Շատերի համար սա բարդության պատկերն էր։ Բայց հենց խաչից, հենց Հիսուս վերջին շունչը ավանտեց, հենց այդ բահից գենթանի հույսը իր քերեզմանից գենթանացավ։ Հիսուսի մահով վարակույրը գսե դաջարի վերևից ներքև բادرվեց, վերևից ներքև, Աստված բادرեց, մարդու կոր չեր։ Եվ այսպիսով մարդ աստուծո միջև քոյացած մեղքի պատճառով, իմ և քո մեր մեղքերի պատճառով քոյացած բատնեշը, շուքը և զոհաբերությունը ամեն վերացավ, այլևս մեզ առաջ բատնեշ չգա, այլևս շուք չգա, խորհրդապատկեր չգա, իրական է, այլևս զոհաբերություն անելու պետք չուներ Իսրայել ժողովուրդը եւ մինչեւ այսօր, որովհետեւ մեկ անգամ եւ ընդմիշտ Քրիստոս մեզի համար մորթվեցավ եւ այսպիսով գադարելակորձեց փրկությունն ու քավությունը։ Բայց անշուշտ եւ հասկանում ենք եւ եթե մենք անանդեղ լինենք Հիսուսը խաչի վրա մայր այնտեղ Հովանես այնտեղ էր աշակերտները բոլորը լքել էին վախից դրդմության լացի սուքի երևույթ մգար Սամոս 30 5-րդ համարն այդպես գսե գսե քիշերը
լաց կա։ Խավար ժամանակ է, երբ որ գանցնից, լաց կա, սուկ կա, դրտնություն կա, ցավ կա, վիշտ կա, արցունք կա, այո, քիշերը գսե, ցավ կա, բայց արդում ուրախություն կա։ Weeping may endure for a night, but joy comes in the morning. Avardem. Let the world call it Dark Friday, not because of what man did, but because of what God accomplished. On Calvary's dark hill, love did not die, it was crowned. The darkest Friday became the brightest hope. And the cross, once a symbol of death, became our song of life. Այս է որ մենք կերքենք այսօր, երբ որ խաչի մասին կերքենք, երբ որ այս եղելությունների մասին մտափերենք, մենք մեր հույսը գնորոգվի, մեր սերը գարձարձվի եւ մեր հավատքը կամրամնտվի Քրիստոսի վրա։ Այո, քիշերեր, ամենաթանցր խավարն էր այդ ուրբաթը։ Բայց Քրիստոս իր մահով, իր զոհաբերությամբ այդ թանցր խավարը պայծառ արևոդի փոխեց։ Մեր մեջ հույս, լույս, սեր եւ հավատ բերավ։ Իր շնորհքը եւ ողորմությունը հասանելի դարձավ մեզ։ Մենք որպես եկեղեցի սիրելիներ, մենք որպես Քրիստոսի ընտանիքի անդամներս, մինչ այս սեղանի շուրջի հավաքված ենք այս երեկո, եւ գհիշադակենք, գդոնակատարենք այս բոլորը։ Արժե մի բան անդրադառնալ։ Մոդենալիս այս սեղանին, ինչ թրթաբաճարով, ինչ մտածմունքներով, ինչ խորհուրդներով կմոտենամ։ 12 աշակերտները նստած էին Հիսուսի կողքը։ Հիսուսի դված հարցը բոլորի սրտերը հալեցրեց։ Բայց այդ նույն հարցումը այս երեկո ցեզ մեկը ինձ պիտի մատնե։ Գարցականքի պատմության մեջ մինչև մեր օրերը։ Եվ այդ հարցումը արժե այս սեղանի կողքը բերել զուտ նրա համար, որ ինքս քննության ենթարկեմ։ Պայման չէ 30 գդոր արձատով վաճառել Հիսուսին։ Դարբեր իմ կյանքի գործելակերպով, խորհուրդներով ես կարող եմ մատնեմ Հիսուսին, վաճառեմ Հիսուսին։ Ավելի ուրիշ մի բան, ուրիշ մի ժամանակ, ուրիշ մի անց, ուրիշ մի գործ, ուրիշ մի առիթ, ուրիշ մի բան ավելի արժեք տալով Հիսուսին մատնած կլինեմ։ Եկեք խորը ներթափանցեմ։